Պարոն Դադունց, հարց վերաբերում է հետևյալին։ Այս կարգավորումների շրջանակներում ամրագրվեց դրույթ, որ եթե դատական ակտը չի կատարվում եւ կատարողական վարույթի շրջանակներում գործողություններ են ձեռնարկվում, անձի նկատմամբ գեներացվում է տուգանք եւ անընդհատ այդ տուգանքը մեծանում է։ Մենք ունենք դեպքեր, երբ որ դատական ակտը չի կատարվում եւ ձեր կատարողական վարույթի շրջանակներում նախքին միջև այս ամբողջական փաստի ընդունումը Արման Բաբաջանյանի դատական ակտի մասում արդեն որերորդ անգամ ասում, դա ոչ քրեական վարույթով է ընթացք գնում, ոչ ձեր վարույթով։ Հիմա այս փոփոխությունների շրջանակներում Արման Բաբաջանյանի նկատմամբ տուգանք գեներացվում է, թե չի գեներացվում։ Ես խնդրում եմ, քանի որ անհատական նաև հարց է կոնկրետ անունով, բնականաբար հիմա երևի չեք ունենա այդ տվյալը ձեր մոտ, օգտվելով առիթից, խնդրում եմ նաև այդ տվյալը հետագայում հրապարակեք։ Խնդրեմ, պարոն Դադոնց, ինչ անենք պարոն Բաբաջանյանի հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, ձեր դիտարկումը հավանաբար վերաբերում էր նոր օրենքով նախատեսված նոր ինստիտուտին, դա աստրենտի մեխանիզմն է, որը ենթադրում է ոչ դրամական, պահանջով կատարողական վարույթների դեպքում, եթե պարտապանը չի կատարում դատական ակտը, այո, նրա նկատմամբ դրամական, այսպես կոչված տուգանք է գեներացվում եւ սա նոր ինստիտուտ է, դա առաջարկվել է նաեւ Մարդու Եվրոպական դատարանի մի շարք վճիռներով, այսինքն մի շարք վճիռների կատարմանն է ուղղված եղել այս ինստիտուտի ներդրումը, երբ որ պարտապանի կողմից պարտադիրոջ օգտին կայացված ակտը չէր կատարվում։ Հիմա եթե մանրամասն տեղյակ չեմ այդ գործից, բայց եթե այդ գործը եթե վերսկսվի այս օրենքի ընդունումից ուժի մեջ մտնելուց հետո, ապա այս օրենքի անցումային դրույթների ուժով նոր օրենքը կտարածվի նաև վերսկսված կատարողական վարույթների նկատմամբ։ Մենք ուսումնասիրենք այդ кейսը, ճիշտ ասած չեմ հիշում մանրամասն հիմա ինչ փուլում է գտնվում, բայց օրենքը կտարածվի, եթե այդ վարույթը վերսկսվի հունվարի 1-ից հետո եւ հետեւաբար նաև նոր կարգավորում։ Շնորհակալություն, արձագանք ունեք պարոն Մինասյան։ Երկարացում չի վերաբերում